Բարև ձեզ։ Այսօր խորասուզվում ենք մի թեմայի մեջ, որը վստահ եմ շատերիս է հետաքրքրում։ Ինչ կա իրականում այն երշիկեղենի եւ մսամթերքի մեջ, որը հայտնվում է մեր սեղաններին։ Ձեր կողմից տրամադրված աղբյուրները, հոդվածներ, պաշտոնական ստուգումների արդյունքներ, փորձագիտական կարծիքներ, դե բավականին հետաքրքիր պատկեր են նկարում։ Այո, մեր նպատակն է այսօր հենվելով ձեր նյութերի վրա օգնել ձեզ կողմնորոշվել։ Իրականում որքանով է անվտանգ այն, ինչ մենք գնում ենք, ինչ են թաքցնում պիտակների հետևում, եւ որոնք են այն պոտենցիալ ռիսկերը, որոնց մասին գուցե չենք էլ մտածում։ Շատ լավ, եկեք սկսենք հենց տեղական իրականությունից։ Ձեր աղբյուրներից մեկը, կարծեմ 168 AM-ներ, մեջբերում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, այսինքն ՏՄՊՊՀ-ի բացահայտումները։ Հա։ Պարզվում է շատ արտադրողներ պիտակի վրա խոստանալով բարձրավորակ տավարի կամ խոզի միս, իրականում օգտագործում են չհայտարարագրված հավելանյութեր։ Սրանք են սոյան, օսլան, սպիտակաձավարը, հաճախ նաև ալյունը, նաև քիմիական նյութեր, նիտրիտներ ու ֆոսֆատներ։ Հիմնական նպատակը քաշն ավելացնելն է, գույնը թարմացնելը։ Այո, ըստ էության դուք կարող եք վճարել մի բանի համար, կարծելով թե միս եք գնում, բայց իրականում ստանաք բոլորովին այլ բան։ Այստեղ մի հետաքրքիր նրբություն կա։ Նույն այդ 168 AM-ի հոդվածում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մարգարիտա Բաբայանը նշում է, որ եթե այդ հավելանյութերի քանակը թույլատրելի սահմաններում է, դե ապա անմիջական վտանգ չկա։ Ահա։ Եվ Հայաստանում գործում է կառավարության 2011 թվականի թիվ 993N որոշումը, որը սահմանում է այդ նորմերը։ Օրինակ նիտրիտները, որոնք տալիս են երշիկին այդ գրավիչ վարդագույնը եւ պաշտպանում բոտուլիզմի հարուցիչներից։ Այո, այդ գույնի համար են հիմնականում։ Հա, դրանք չոր ապխտած մսամթերքում չպետք է գերազանցեն 50 միլիգրամ կիլոգրամը, իսկ այլ տեսակներում 100 միլիգրամ կիլոգրամը։ Ֆոսֆատների համար սահմանը 5 կիլոգրամ է եւ դրանք օգտագործվում են խոնավությունը պահելու, համալավացնելու ու տարբեր նպատակներով։ Այսինքն օրենքով դրանք թույլատրված են։ Թույլատրված են, այո, բայց ՏՄՊՊՀ-ի բացահայտումը ցույց է տալիս, որ խնդիրը հաճախ դրանց չհայտարարագրումն է, այսինքն սպառողին մոլորեցնելը։ Լավ, բայց եթե անգամ հավելումները հայտարարագրված են, ինչ է իրականում այն միսը, որը նշված է պիտակի վրա։ Ձեր տրամադրած ռուսական աղբյուրներից մեկը, Исчего на самом деле состоит колбаса հոդվածը, մեզ ծանոթացնում է MDM հապավանմանը, մեխանически обваленное мясо։ Մեխանիկորեն առանձնացված միս։ Հա, դա շատ տարածված տեխնոլոգիա է։ Սա այն միսը չէ, որը դուք պատկերացնում եք։ Դա ոսկորներից հատուկ մամլիչներով քերված մսի մնացորդների, ջլերի, մաշկի մանրացված զանգված է, որը վերածվում է մի տեսակ պյուրեի։ Միատարր զանգվածի։ Այո, եւ ահա այստեղ է ամենահետաքրքիրը։ Այս զանգվածը կարող է օգտագործվել երշիկի մեջ, բայց պիտակի վրա պարզապես նշվել խոզի միս կամ տավարի միս։ Առանց մանրամասնելու, թե ինչ տեսակի միս է դա։ Ճիշտ այդպես։ Ըստ էության հիմնական իմաստն այն է, որ դուք կարող եք վճարել մսի գին մի բանի համար, որն իրականում ոսկորների ու մնացորդների մածուկ է, ու պիտակի վրա այդ մասին հստակ նշում չկա։ Սա էական տարբերություն է, ինչպես նշվեց, եվրոպական մոտեցումից, որտեղ շատ հստակ է սահմանված, թե ինչքան ճարպ կամ շարակցական հյուսվածք կարող է պարունակել միսը, որպեսզի համարվի հենց միս։ Հենց այդ նույն ռուսական աղբյուրը բերում է բաղդրատոմսերի օրինակներ, որոնք կարող են իսկապես զարմացնել։ Օրինակ սովորական պոլիմերային թաղանթով սոսիսկները կարող են պարունակել մոտ 45% էմուլսիա, 25% սոյայի սպիտակուց, 15% թռչնամիս, այսինքն հավի, եւ միայն 7% այնինչ մենք կանվանեինք իսկական միս, խոզի կամ տավարի։ 7%։ Ընդամենը 7%, այո։ Իսկ ինչ է էմուլսիան։ Աղբյուրը բացատրում է, դա էժան լցանյութ է, պատրաստված մաշկի, ենթամթերքների, մսի արտադրության, թափոնների մանրացված ու եփված զանգվածից։ Ահա որ է հնչում։ Նույնիսկ լավ համարվող եփած երշիկները, դեպի որոնք մարդիկ ձգտում են, կարող են պարունակել մինչև 30% թռչնամիս եւ 25% սոյայի սպիտակուց։ Սա նշանակում է, որ այն, ինչ դուք ընկալում եք որպես մսային արտադրանք, իրականում կարող է հիմնականում բաղկացած լինել բոլորովին այլ բաներից։ Եվ այդ այլ բաների մեջ, ինչպես հասկացա, առանցքային դեր ունի սոյայի սպիտակուցը։ Անպայման։ Ինչպես նշում է աղբյուրը, այն արտադրողի համար ունի մի շատ գրավիչ հատկություն՝ ջուր կլանելու ունակություն։ Ավելացնում ես ջուր, սոյան կլանում է,
Ուրչում եւ վերջնական արտադրանքի քաշն ու ծավալը զգալիորեն մեծանում են, առանց բնականաբար թանկարժեք միս ծախսելու։ Իհարկե, ինքնարժեքը նվազեցնելու միջոց է։ Կան նաև այլ հնարքներ։ Օրինակ, գազարի բջջանյութի օգտագործումը։ Այն էլի լավ կլանում է ջուրը, չունի համ ու հոտ, էժան է եւ ամենազավեշտալին, որ նշված էր, երբեմն արտադրողները կարող են սա նույնիսկ որպես առավելություն ներկայացնել։ Պիտակի վրա գրելով հարստացված է դիետիկ մանրաթելերով։ Հա, մարքեթինգային հնարք է։ Իսկ երբ դուք գնում եք ավելի թանկարժեք թվացող մսամթերք, օրինակ խոզի մեծ ամբողջական կտորներ, որոնք ափխտած կամ խորոված են, ինչպիսիք են կարբոնադա, բուժենինան կամ օկորոկը, Մտածում ես սա արդեն հաստատ մաքուր միս է։ ոչ միշտ։ Աղբյուրը նկարագրում է տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ջրիկացնել նույնիսկ այս մթերքները։ Ամենատարածվածը այսպես կոչված շպրիցովանյանն է, ներարկումը։ Ներարկում Այո, մսի կտորի մեջ բազմաթիվ մանր ասեղներով ներարկում են հատուկ լուծույթ։ Այդ լուծույթը պարունակում է ջուր, աղ, համեմունքներ եւ հաճախ նաեւ կարագինան կամ ժելատին։ Կարագինանը բուսական ծակման նյութ է, որը օգնում է ջուրը կապել մսի ներսում, որպեսզի այն հետո դուրս չհոսի։ Ուրեմն ասում եք, կարող են զգալի քանակությամբ ջուր ներարկել ու դուք դրա համար վճարեք մսի գին։ Իսկ որքան կարող է ավելանալ քաշը։ Աղբյուրի համաձայն այս տեխնոլոգիաներով քաշը կարող է ավելանալ տասնյակ տոկոսներով, երբևէ նույնիսկ մինչև 2 անգամ։ 2 անգամ։ Այո, պատկերացնում եք, գնում եք 1 կիլոգրամ բուժենինա, բայց դրա գրեթե կեսը կարող է լինել ներարկված ջուր եւ հավելումներ։ Դա իսկապես զարմանալի է։ Հետաքրքիր է, իսկ տնային պայմաններում հնարավոր է գոնե որոշ բաներ ստուգել։ Այդ ռուսական աղբյուրը մի քանի պարզ խորհուրդ է տալիս։ Օրինակ, օսլայի արկայությունը կարելի է փորձել հայտնաբերել սովորական յոդի քաթիլով։ Հա, դա հայտնի մեթոդ է։ Եթե երշիկի կտրվածքին յոդ կաթեցնելիս այն կապտում է կամ սևանում, նշանակում է մեջը օսլա կամ մսի փոխարեն։ Եվս մի նշան, եթե սոսիսկները եփելիս ջուրը վարդագույն է դառնում, դա հավանաբար նշանակում է, որ օգտագործվել են արհեստական ներկանյութեր։ Այսինքն, ներկը դուրս է գալիս ջրի մեջ։ Ճիշտ է։ Սրանք տրային տրմաններում ստուգելու մի քանի պարզ միջոցներ են, բայց մոլորեցնող բաղադրիչները մի բան են, իսկ ինչ վերաբերում է իրական անվտանգությանը, ստուգումները մանրեների առումով բացահայտումներ արել են։ Այո, դա շատ կարևոր կետ է եւ այստեղ արդեն անդրադառնում ենք ձեր մյուս աղբյուրին, անկախ Կետկոմի հրապարակմանը։ Այն ներկայացնում է Հայաստանում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, այսինքն ՍԱՊԾ-ի կողմից նոր Զովք սուպերմարկետներում իրականացված ստուգումների արդյունքները։ Եվ ինչ են գտել։ Բացահայտումները բավականին մտահոգիչ են։ Նախ հայտնաբերվել են տարբեր արտադրողների մի քանի տեսակի ժամկետատանձ երշիկներու մսամթերք։ Օրինակ, Ցարիցինոյի սիրողական երշիկը, Բարիսամարացիի ֆիրմային հում ափխտած երշիկը, Նաթալի ֆարմի երշիկներ եւ այլն։ Ու դրանք վաճառվում էին։ Այնո, դրանք բնականաբար անմիջապես հանվել են վաճառքից ստուգման արդյունքում։ Տոր փորձաքննությունը ավելի լուրջ խնդիրներ է ցույց տվել։ Հենց այդպես։ Օրինակ, նույն Ցարիցինոյի սիրողական երշիկը չի համապատասխանել մանրեբանական ցուցանիշներով, մասնավորապես MAFAM-ի, այսինքն մանրեների ընդհանուր քանակի թույլատրելի մակարդակին։ Իսկ աղցանները։ Ահա, հենց նոր Զովքի արտադրած աղցաններում, մայրաքաղաքային եւ Վիետնամ տեսակներում հայտնաբերվել է մանրեների մի ամբողջ փունջ։ Թույլատրելի նորմերը գերազանցող MAFAM, ածխմը, այսինքն աղիքային ցուպիկի խմբի մանրեներ, պրոտեուս տեսակի մանրեներ, խմորասնկեր, բորբոսասնկեր։ Սարսափելի է։ Արդյունքում աղցանների արտադրամասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Սա միանգամից հիշեցնում է նաև 168 AM-ում նշված ավելի վաղ դեպքը Չանախպանրում հայտնաբերված աղիքային ցուպիկի մասին։ Ճիշտ եք հիշում։ Ինչպես բացատրել էր Մարգարիտա Բաբայանը, այս մանրեները կարող են առաջացնել տհաճ աղիքային խանգարումներ սրտխառնոց փսխում լուծ։ Ճիշտ եք նկատում։ Այս դեպքերը հստակ ցույց են տալիս, որ խնդիրը միայն թաքնված բաղադրիչները կամ մոլորեցնող պիտակները չեն։ Շատ կարևոր է նաև ամբողջ շղթան՝ արտադրության պայմանները, հիգիենան, պահպանման ջերմաստիճանը, իրացման ժամկետների վերահսկողությունը հենց խանութում։ Մի օղակում թերացումը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների սպառողի մոտ։ Բայց ձեր տրամադրած աղբյուրները բարձրացնում են մի խնդիր, որն էլ ավելի երկարաժամկետ ու կարելի է ասել լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Խոսքը քաղցկեղի հետ հնարավոր կապի մասին է։
Հենց այդ մասին։ Ձեր աղբյուրների զգալի մասը թե ռուսական Izvestia, The Village, Globes.ru, Tinkoff Journal, թե հայկական Media Hub-ն հղում անելով բազմաթիվ բժիշկների, ինչպես նաև առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ԱՀԿ-ին, փաստացի հնչեցնում են նույն եզրակացությունը։ Որն է։ Վերամշակված միսը, այսինքն երշիկեղենը, նրբերշիկները, սոսիսկները, բեյքոնը, աղբթատած մսամթերքը եւ այլն, ԱՀԿ-ի կողմից դասակարգված են որպես 1-րդ խմբի քաղցկեղացիներ։ Առաջին խումբ, ինչպես ծխախոտը։ Այո, սա նույն խումբն է, որտեղ գտնվում են ծխախոտն ու ասբեստը, սա չի նշանակում, որ դրանք նույնքան վտանգավոր են, բայց նշանակում է, որ գիտականորեն կա հստակ ապացուցված կապ դրանց կանոնավոր օգտագործման եւ քաղցկեղի, մասնավորապես հաստ եւ ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման միջև։ Իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Ինչ մեխանիզմներ են գործում։ Ինչու են դրանք քաղցկեղիացին։ Աղբյուրները նկարագրում են մի քանի հիմնական գործոն։ Նախ, հիշում եք նիտրիտներն ու նիտրատները, որոնք օգտագործվում են որպես կոնսերվանտ եւ գույնի համար։ Այո։ Դրանք մեր օրգանիզմում կարող են վերածվել N-նիտրոզամիններ կոչվող միացությունների, որոնք հայտնի քաղցկեղացիներ են։ Երկրորդ, բարդր ջերմաստիճանով մշակումը։ Օրինակ, տապակելը կամ գրիլի վրա խորովելը, հատկապես եթե միսը մի փոքր այրվում է, կարող է առաջացնել քաղցկեղիացին միացությունների մեկ այլ խումբ՝ հետերոցիկլիկ ամիններ HCHAs եւ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ PHHAs։ Այսինքն տապակած երշիկն ավելի վտանգավոր է։ Կարելի է ասել այո, բարձր ջերմաստիճանը լրացուցիչ ռիսկ է ստեղծում։ Երրորդ, կարմիր մսի մեջ պարունակվող հեմային երկաթը, որը տալիս է մսին իր կարմիր գույնը, նույնպես կարող է նպաստել աղիքի պատերի վնասմանը եւ քաղցկեղացին գործընթացներին։ Եվ չորրորդ, աղբթման գործընթացը, հատկապես եթե օգտագործվում է հեղուկ ծուխ կամ սխալ տեխնոլոգիա, կարող է արտադրանքը հարստացնել բենզապիրենով եւս մեկ հզոր քաղցկեղացինով։ Սա բավականին մտահոգիչ է։ Իսկ որքանով է մեծ այդ ռիսկը։ Երբ ասում ենք բարձրացնում է ռիսկը, դա կոնկրետ թվերով ինչպես է արտահայտվում։ Իհարկե, սա չի նշանակում, թե մեկ անգամ երշիկ ուտելով մարդը քաղցկեղով կհիվանդանա։ Պետք է հասկանալ խոսքը կանոնավոր երկալատև օգտագործման մասին է։ Հետազոտությունների վերլուծությունները, որոնց հղում են անում ձեր աղբյուրները, օրինակ Izvestian, ցույց են տալիս, որ օրական ընդամենը 50 գրամ վերամշակված միս օգտագործելը դա մոտավորապես 1 նրբերշիկի կամ երշիկի 2 բարակ կտորի չափ է, չէ։ Այո, հենց այդքան։ Դա կարող է բարձրացնել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը մոտ 16-18%-ով։ 16-18%։ Սա վիճակագրորեն նշանակալի թիվ է։ Անշուշտ, այդ պատճառով բժիշկները, ինչպես Տատյանա Բոչարովան, որի խոսքերը մեջբերում է Media Hub-ը, խորհուրդ են տալիս խիստ սահմանափակել այս մթերքների օգտագործումը։ Նա նույնիսկ շատ կոնկրետ խորհուրդ է տալիս։ Եթե ընդհանրապես չեք կարող հրաժարվել, դե ապա օրական կերեք ոչ ավելի քան 2 բարակ կտոր։ Եվ կարծես թե քաղցկեղի ռիսկը միակ երկարաժամպետ խնդիրը չէ, Media Hub-ը նշում է նաև աղի, նատրիումի բարձր պարունակության մասին։ Այո, դա եւս մեկ կարևոր գործոն է։ Վերամշակված մսամթերքը գրեթե միշտ շատ աղի է, քանի որ աղը ոչ միայն համ է տալիս, այլև հանդես է գալիս որպես կոնսերվանտ։ Եվ ջուր է պահում օրգանիզմում։ Ճիշտ է, իսկ աղի չարաշահումը, ինչպես գիտենք, լրացուցիչ բեռ է երիկամների համար, կարող է բարձրացնել արյան ճնշումը, նպաստել այտուցների առաջացմանը եւ ընդհանուր առմամբ բացասականաբար անդրադառնալ սիրտ-անոթային համակարգի վրա։ Լավ, այս ամբողջ տեղեկատվությունը ստանալուց հետո բնական հարց է առաջանում՝ իսկ ինչ անել։ Միանգամից հրաժարվել սիրած սննդից, թե կան որոշ քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել ռիսկերը գոնե նվազեցնելու համար։ Բարեբախտաբար ձեր աղբյուրները նաև որոշ գործնական խորհուրդներ են տալիս։ Ամենակարևորը՝ ուշադիր կարդացեք պիտակը։ Միշտ։ Այո։ Փնտրեք այնպիսի տարբերակներ, որոնք ունեն հնարավորինս կարճ եւ հասկանալի բաղադրություն։ Որքան քիչ են անհասկանալի անուններով հավելումները, այնքան լավ։ Խուսափեք համի ուժեղացուցիչներ, ինչպես գլուտամատ նատրիումը կամ արհեստական ներկանյութեր պարունակող տեսակներից։ Հա, այդ ետառով հավելումները։ Հենց դրանք։ Պարադոքսալ է, բայց ավելի կարճ պիտանելիության ժամկետը կարող է դրական նշան լինել։ Դա կարող է վկայել, որ մեջը ավելի քիչ կոնսերվանտներ կան։ Լոգիկա։ Ինչպես նշում է Izvestian, թռչնամսից, այսինքն հավի, հնդկահավի մսից պատրաստված արտադրանքը կարող է մի փոքր ավելի նախընտրելի լինել կարմիր մսից, խոզի, տավարի մսից պատրաստվածի համեմատ։ Ինչու՞։ Դե կարմիր մսի հետ կապված ռիսկերն ավելի բարձր են համարվում, թեև թռչնամսի վերամշակված արտադրանքն էլ անվտանգ չէ։ Եվ պատրաստման եղանակը։ Փորձեք խուսափել տապակելուց կամ գրիլ անելուց։ Ավելի լավ է պարզապես եփել։
Կամ շոգեխաշել։ Այո, եւ մի կարևոր բան էլ՝ մի խաբնվեք վառ վարդագույնին։ Ինչպես նշում են աղբյուրները, բնական մսից պատրաստված առանց ներկանյութերի եւ շատ նիտրիտների երշիկը պետք է ավելի մոխրագույն երանգ ունենա։ Հետաքրքիր է։ Եվս մեկ շատ պրակտիկ խորհուրդ կալ из чего на самом деле состоит колбаса, աղբյուրից, որը վերաբերում է հիգիենային։ Խորհուրդ չի տրվում գնել նախապես կտրատված երշիկեղեն, որը հաճախ առաջարկում են սուպերմարկետները։ Հա, դա շատ տարածված է հիմա։ Ինչու՞ է դա խորհուրդ չտրվում։ Նախ կտրող սարքերը, այդ սլայսերները կարող են մանրեներ փոխանցել մի մթերքից մյուսին, եթե դրանք ամեն անգամ լավ չեն մաքրվում։ Այո, խաչաձև աղտոտում։ Երկրորդ, եւ սա շատ կարևոր է, հաճախ երշիկը կտրատում են առանց թաղանթը հանելու։ Դա նշանակում է, որ թաղանթի վրայի ամբողջ կեղտը, փոշին, միգուցե նաև ձեռքերից կամ սարքավորումներից փոխանցված մանրերները կարող են հայտնվել հենց կտրված կտորների վրա։ Ու հետո դուք դա ուտում եք։ Հենց այդպես։ Ավելի անվտանգ է գնալ ամբողջական կտոր եւ տանը թաղանթը անելուց հետո ինքներից կտրատել։ Լրիվ համաձայն եմ։ Այսպիսով, ամփոփելով այն ամենը, ինչ բացահայտեցինք ձեր իսկ տրամադրած աղբյուրներից, կարելի է ասել, որ վերամշակված մսամթերքի աշխարհը բավականին բազմաշերտ է։ Այնտեղ կան ոչ միայն համային նոտաներ, այլև թաքնված բաղադրիչներ, արտադրական խորամանկություններ, ուղղված ինքնարժեքի նվազեցմանը եւ ինչն ամենակարևորն է, իրական առողջական ռիսկեր։ Սկսած մանրեաբանական վտանգներից եւ աղի բարձր պարունակության հետևանքներից, մինչեւ ամենալուրջը քաղցկեղի, հատկապես հաստաղիքի քաղցկեղի զարգացման ապացուցված բարձրացված ռիսկը կանոնավոր օգտագործման դեպքում։ Սա իհարկե տեղիք է տալիս լուրջ մտորումների։ Որքանում եք դուք որպես սպառող պատրաստ փոխզիջման գնալ հարմարավետության, արագ պատրաստման հնարավորության եւ այդքան սովորական դարձած համի համար, հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, որոնք բացահայտվեցին ձեր աղբյուրներում։ Յուրաքանչյուրը պետք է իր համար կշխադատի։ Միգուցե սա լավ առիթ է հաջորդ անգամ սուպերմարկետում մի փոքր ավելի երկար կանգնել երշիկեղենի բաժնում եւ իսկապես ուշադիր կարդալ պիտակը։ Կամ գուցե փորձել փոքր, բայց կարևոր փոփոխություններ կատարել ձեր սննդակարգում, փոխարինելով վերամշակված մթերքները ավելի բնական տարբերակներով։ Թեկուզ մասամբ։ Այո, թեկուզ մասամբ։ Ի վերջո ընտրությունը միշտ ձերն է։ Իսկ դուք ինչ եք մտածում այս ամենի մասին։